Տիկին Անդրեասյան, շնորհակալություն ընդգրկուն զեկույցի համար։ Ես ունեմ երկու հարց, քանի որ սովորողների շրջանում մեծ է հետաքրքրությունը ակադեմիական քաղաքի նկատմամբ եւ ձեր խոսքում էլ դուք ասացիք, որ ակադեմիական քաղաքի կառուցումը արդեն մտել է գործնական փուլ, ինձ հետաքրքրում է երկու հարց. Արդյոք աշխատանքները ընթանում են ըստ ժամանակացույցի եւ խոստացված տարում մենք ունենանք սովորողների առաջին խումբը եւ երկրորդ հարցը մենք արդյոք ունենք բավարար միջազգային չափանիշներին համապատասխան պրոֆեսորադասախոսական անձնակազմ ակադեմիայում դասավանդելու համար։ Շնորհակալություն, իհարկե ակադեմիական քաղաքը մեծ ծավալի ծրագիր է եւ մենք ունենք իրականացման ռազմավարություն, ես իմ խոսքում նշեցի, որ առաջին փուլում, որը մինչեւ 2030 թվականն է մենք պլանավորում ենք, որ կգործարկվի տեխնոլոգիական կլաստերը, ինչը նշանակում է, որ ձեր հարցի պատասխանն է այո, տեխնոլոգիական բուհի ուսանողները կկարողանան ակադեմիական քաղաքում հաճախել իրենց դասերին, գործի ուսանողական կացարան 3600 ուսանողների համար, ինչը նշանակում է, որ նրանք նաև կկարողանան իրենց կեցությունը այնտեղ ապահովել եւ եթե ավելի մեծ լինեն կացարանները այդ պահին դրա կարիք ունեցող ուսանողների համար, ստացվում է, որ առաջին փուլում իսկ ակադեմիական քաղաքը կկարողանա հյուրընկալել նաև այլ բուհերի, այլ կլաստերների ուսանողների։ Մենք կունենանք հանրային ենթակառուցվածքը, մասնապես պլանավորում ենք առաջին փուլում նաև բազմաֆունկցիոնալ մշակութային համալիրի կառուցումը, ինչը նշանակում է, որ ակադեմիական քաղաքում կկարողանանք կազմակերպել տարաբնույթ փառատոներ, միջոցառումներ, ներկայացումներ, ապրեցնելով նաև այդ միջավայրը, կգործի անհրաժեշտ նաև ճանապարհային այլ ենթակառուցվածքները եւ այդ իմաստով կարծում եմ, որ այն ինչ մենք խոսում ենք առաջին փուլի տրամաբանության մեջ տեղի կունենա եւ աշխատանքը կշարունակվի քաղաքը ամբողջացնելու եւ ամբողջական այդ ենթակառուցվածքը ձևավորելու ճանապարհով։ Այնպես որ արդեն հաջորդ տարի, երբ որ նախագծման ու շինարարության գործընթացները սկսվեն, մենք հուսով եմ, որ տեղում շատ ավելի ակտիվ մասնակցություն կտեսնենք շահառուների, ինչ վերաբերում է ովքեր կկարողանան դասավանդել, իհարկե պետք է որակական շեմ լինի։ Մենք բոլորովին վերջերս նաև պայմանագիր կնքեցինք Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ, որը ուղղված է նաև հենց կրթական անհրաժեշտ դասընթացների ապահովմանը, ի լրումն կրթական կլաստերի ձևավորման։ Շնորհակալություն։ Շատ լավ, չկա էլ արձագանք հարցեր ունեք։ Թե չունենք այդ դեպքում, Տիկին Անդրեասյան, մեկ վարքյան։ Ես մի քանի հարցեր էլ կամ տենց հարցերի առաջարկություններ այդ երեխաների հետ հատկապես աշակերտների ավագ դպրոցի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր բավականին առաջարկներ ենք ստանում։ Դրանցից մեկը վերաբերում է մասնավորապես ավարտական գուցե տարում ոստիկանության հետ համատեղ վարորդական իրավունքի քննության այդ բնականաբար ոչ գործնական հատվածը, այլ առնվազն գոնե թեստային հատվածը հարցաշարի թեկուզ վերջին կես տարում առարկա որպես ներդրվի եւ ցանկության դեպքում նաեւ ոնց որ ավարտական քննության ժամանակ հենց տեղում էլ